սովորական որբուկի, սովորական ետիմի հոգեբանություն է, որը իր մեջից երբեք չի փոխվել։ Հանուն մի փոր հաց ես մարդը պատրաստ է ամեն ինչ ծախելու։ Նույնիսկ ես վերջերս ասում են, իհարկե մի քիչ հումորով ասում են, Նիկոլը չի խանդում իր կնոջը, որովհետև վաղուց խանդի հողնել է ծախել։ Այսինքն նույնիսկ այդ մի փոքր բանը իր մոտ չկա։ Այս մարդը ամեն ինչ ժամանակին ծախել, որ խոսում ենք, ասում են, տեսեք, խաղաղություն կլինի 1 տարի 7 ամիս որևէ պատրոն չի կրակվի։ Այո, 18 թվականի մայիսից մինչև 20 թվականի հունիս որևէ պատրոն չէր կրակվել։ Մի պատրոն կրակել էին, ոչ չէին կրակել, ինչի, որովհետև դա հարմար ժամանակ էր, որովհետև մի կողմից հայկական բանակն էին թուլացնում, կապում էին կլուբնիկի, մյուս կողմից ադրբեջանցիները կարողանում էին ելման դիրքեր կառուցել։ Այ 44 օրյա պատերազմի հաջողություններից մեկը կայանում է նաև նրանում, որ այդ 2 տարվա ընթացքում իրենք կարողացան մեր դիրքերի դիմաց հստակ այնպիսի պիտոնե կառույցներ կառուցել, պատրաստել, որը իրենց հնարավորություն տվեց պատերազմի ընթացքում ճնշել մեր դիրքերը եւ որոշակի հատվածներում է ճեղքում առաջացնել։ Այսինքն մարդը պատրաստում էր պատերազմի, դրա համար չէր կրակում, այնպես չի որ սրա սիրուն աչքերի համար չէր կրակում կամ վախենում էր սրա այդ շանտաժներից։ Չէ, այդ մարդուն պետք էր պատրաստվել, հիմա էլ է պատրաստվում։ Այ վաղը մյուսը ինքը արդեն ունի, չէ, ինքը խոսում է այդ փախստականների վերադարձի մասին, մեծ թվերի մասին է խոսքում եւ արդյունքում այս մեր մյուս թութակը, մեր վարչապետն է, այսպես ասած, կրկնում է։ Թութակի պես կրկնում է այդ նույն խոսքերը։ Այսինքն սրանով արդեն Ադրբեջանի համար լեգիտիմ հիմք են ստեղծում ապակա պատերազմների։ Եվ բնականաբար այդ պատերազմները կանեն նրանից հետո, երբ որ սրան նորից եւս 5 տարի կարողանան փաթաթել մեր վզին։ Այ 2026 թվականի ընտրությունների համար, որ ինքը այդքան շտաբում է, ինքը այդքան խառնվել է, իր հետ էլ նաեւ իրան սպասարկող քաղաքական ուժերը, որ այսօր ամբողջովին հայկական օրակարգը վերածել են ընտրական պայքարի, սա անում են միայն դրա համար։